մեկ հիշի, որ տանը իր ծնողները սպասում են քուրար, ու ծնողները սպասում են, բարի ճանապարհ, խաղաղություն թող լինի։ Դժվար է, ծնողի համար շատ թող ունի խաղաղություն, թող իմ երեխաս ծառայի։ Հուզված մայրիկներին զինկոմիսարիատից դուրս եկող որդիները գրկում են հորդորում պինդ լինել, խոստանում լավ զինվոր դառնալ։ Մայրիկներին աջակցելու են եկել նաև նրանք, որոնց որդիները ծառայել ու վերադարձել են։ 4 տղաս էլ ծառայում են, ծառայության մեջ են։ Ոչ, ես դրանով ուրախ եմ։ Պատրաստ ենք ծառայել, պաշտպանել հայրենիքը։ Բարի ծառայություն, բարի վերադարձ։ Մայրիկների պես հուզված չեն հայրերն ու պապիկները։ Բանակում ծառայելը տղամարդու համար պատիվ է, պնդում են նրանք։ Տղային բանակ պարտադիր պետք է։ Տղա ուղարկում ենք, տղամարդ վերադառնա։ Տղամարդ տղեկ են, թող են տղա դառնան։ Ես Գերմանիայում տղա դառել, Սվերդլովսկ, ինչա Հայաստանը մի կտոր հողա չեն կարալ ու պահեն։ Ես ծառայել եմ, տղաս ծառայել է, թորնիկս ծառայում է։ Էմինը բանակ է գնում անօթաչուներ պատրաստելու, դրանք վարելու գիտելիքներով զինված։ Ասում է ուրախ կլինի զինված ուժերում էլ կիրառել իմացածը։ Ընկերներն էլ եկել են, չնայած սաստիկ քամուն գեղեցիկ թռիչքով հրաժեշտ տալու։ Հիմա ժամանակները փոխվում են, կամաց գնում է դեպի ավելի մեխանիզացում է գնում, ավելի ռոբոտների դար է գնում, ինքը ինչ որ չափով էլի ռոբոտա մեր կյանքի մասն է դառնալ շուտով։ Նեյտրալ, նորմալ։ Ոչ շատ լավ, ոչ շատ վատ, որտեղ ինքը սովորական կյանքի մի փուլ է, որը պետք է անցվի։ Ավանդույթի համաձայն սիսյանցիները երկու պարով, աղոթքով ու ոգևորիչ խոսքերով են բանակ ուղարկում իրենց որդիներին, համոզմունքով, որ դիմավորելու են ավելի կոփված ու առավել առնական։ Վստահ եղեք, որ այս 1.5 տարի կանցնի արագ, եւ մեր զավակներն դուք վերադառնան ավելի ուժեղ, ավելի կոփված եւ առավել դիտակից։ Բարի ծառայություն եւ բարի վերադարձ բոլորին։ Մեր եղբայրները զինվորական ծառայության պիտի ապացուցեն իրենց պատրաստականությունը լինելու հայ, լինելու քաղաքացի, լինելու այս ժողովրդի արժանապատիվ զավակ։ Այսօր Սիսյանից Հանրապետության տարբեր զորամասեր մեկնող տղաները 18 ամիս անց վերադառնալու են որպես հայրենիքի առաջ պարտքը կատարած քաղաքացիներ։ Բարի ծառայություն։ Տիգրանուհի Բադալյան, Մհեր Մանուչարյան, Սյունիք լուրեր։